Բարելույս Հայր ջան, երեք ուրեմն հողատուն հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որ եթե այսպես կոչված խաղաղության պայմանագրը պետք լինի համաձայնեցնել նրան, որ սահմանադրությունից հանվի հռչակագիրը, անկախությունը եւ այլն, ինքը պատրաստ է դա անել։ Ուրեմն այս մարդը իր վրա վերցրել է բոլոր ֆունկցիաները։ Ինքը իրավունք ունի սահմանադրություն փոխելու, ինքը դատավորներին, դատախազներին SMS ուղարկումը դատենումը չդատեն։ Ինքը իրավունք ունի երկրի պետության սահմանները փոխելու, ամեն ինչի ինքը իրավունք ունի եւ ոչ մեկ չի, ուրեմն խոսքը վերաբերվում է այստեղ բիոմասային, ուրեմն չեն խոսում նրա անօրինազանցությունների մասին եւ հատկապես ուժայինները։ Ուրեմն լսիր կոկոլ, արա այդ տղա, ինչպես դու ես սովոր նման բառապաշարով խոսելու, եթե դու այդքան քո վրա վստահ ես, որ դու կարող ես սահմանադրության փոփոխություն անցկացնել եւ ժողովրդի մեծ մասը ասելու է այո, եթե դու այդքան տղա ես, այդքան տղա կաս, դե մինչև ընտրությունները, մինչև հունիսի 7-ը ժամանակ ունես, դե դիր սահմանադրության փոփոխություն անցկացնելու հանրաքվե։ Եթե այդքան վստահ ես քո վրա, դե դիր եւ կտեսնես թե ժողովուրդը ինչպես կարձագանքի։ Իսկ մնացածներին ասեմ, եթե ձեզ թվում է թե թուղթ ստորագրել եւ այդ թուղթ ստորագրելով աշխարհին պատերանց բերող անառակ պոռնիկ Ամերիկան ձեզ կանգնելու է օգնի եւ խաղաղության երաշխիք դառնա եւ այն էլ Թուրքի հետ, ով առավոտից երեկո զբաղված է միայն մեկ ծրագրով, ինչպես վերացնել Հայաստան, դուք սխալվում եք, բայց ձեր ծրագրերը չեն իրականանալու, անպայման լինելու է այն երկիրը, այն հզոր երկիրը, լինելու են այն առաջնորդները, ովքեր նորից եւս մեկ անգամ մեզ այս դժվար իրավիճակից հանելու են եւ մենք նորից այս աշխարհին ապացուցելու ենք, որ հայը եղել է, կա ու կմնա, փառք Հայաստանին։